Լրատվական ռադիոն եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը ներկայացնում են Երկիր Զաբախա Փոքրիկ երկրի մեծ մարդիկ Ողջույն հարգարժան ռադիոընկերներ, լրատվական ռադիոյի եթերում կրկին Երկիր Զաբախա հաղորդումն է, տաղավարում ձեզ հետ Վահե Սարգսյանն է, այսօր մենք տաղավար ենք հրավիրել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Խաչատուր Ստեփանյանին, այսօր մեր հաղորդման թեման է Թիֆլիսահայության դերը արևմտահայ ազատագրական պայքարում։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Այսօրվա թեման մի փոքր առանձնահատուկ է, ճիշտ է, Ջավախքին այնքանով շատ չի վերաբերվում, բայց ամիսերտորեն առնչվում է եւ ինքը իր ամբողջության մեջ նորույթ է։ Ես որպես պատմության հետ առնչվող անձնավորություն նշեմ, որ մինչև օրս այդպես համապարփակ աշխատություն հրապարակի վրա չկա առանձնացված ձևով Թիֆլիսահայության մասնակցությունը արևմտահայ ազատագրական պայքարում կան առանձին ծրված փաստեր, դեպքեր, դուք այդ ուղղությամբ աշխատանք եք տարել, նաև ազատագրական շարժման համատեքստում այս ուղղությամբ հատուկ դասընթացներ եք կարդում ձեր ուսանողներին եւ շատ հիմա հետաքրքրական կլինի հատկապես Թիֆլիսահայության համար լսելու իրենց նախորդ սերնդի գործունեությունը հատկապես այնպիսի կարևոր ժամանակահատվածում ինչպիսին 19-րդ տարեվերջի արևմտահայ ազգային ազատագրական շարժումն է, խնդրեմ։ 19-րդ տարեվերջին Թիֆլիսը ոչ միայն Անդրկովկասի գլխավոր քաղաքն էր, այլև հայ ազգային ազատագրական մտքի խմորումների կենտրոնատեղն էր։ Պատահական չի, որ հենց 1890 թվականին հենց Թիֆլիսում հիմնադրվեց հայ հեղափոխական դաշնակցությունը, ազգային կուսակցություններից մեկը, որը որ հետագայում լուրջ դերակատարում ունեցավ հայ ազգային ազատագրական շարժման մեջ։ Ավելի ուշ Թիֆլիսում հրշագործ նաև Հայաստանի առաջին հանրապետությունը, գործում էր հայոց ազգային խորհուրդը, հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում էր գործում, Զորքերի հրամանատարը գերագույն այնտեղ էր Թոմաս Նազարբեկյանը։ Թիֆլիս հեգնական զորքերի հրամանատարը պետք է ճակատում դնել իրականում, ոչ թե Թիֆլիսում, այս Թիֆլիսում էին գործում Դաշնակցության արևելյան բյուրոն, ռայոնական ժողովներ այնտեղ էին գումարվում։ Թիֆլիսը կենտրոնատեղ էր ազատագրական շարժման, Կովկասյան կենտրոնը Թիֆլիսն էր համարվում։ Ավելորդ է նշել թե ինչքան թերթերեր եւ մամուլ էր հրապարակչական, մշակութային ինչպիսի կենտրոններ համարվում։ Եվ այս հաղորդման շրջանում փորձենք անդրադառնալ այն մարդկանց գործունեությանը, ովքեր որ ծնվել էին Թիֆլիսում։ Դրանցից մեկը դա Կոստանդին Խատիսյանն էր, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետներից Ալեքսանդր Խատիսյանի ավագ եղբայրը։ Իդեպ Կոստանդին Խատիսյանը եղել է դաշնակցության հիմնադիրներից մեկը, ոչ գլխավոր։ Թիֆլիսի քաղաքագլուխ Կոստանդին Խատիսյանը եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ, հետագայում Հայաստանի հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ավագ եղբայրը։ Վերջին քաղաքագլուխը, եթե չեմ սխալվում, այսինքն այնուհետև վերջին հայ քաղաքագլուխը արդեն անցավ վերացների ձեռքը քաղաքը, եթե կարելի այդպես ասել։ Եվ Խատիսյանը լուրջ աշխատանքներ է տարել դաշնակցության հիմնադիր ժողովների ժամանակ, փորձելով իր ավանը ներդնել կուսակցության հիմնադրման գործում։ Սևերնիա նոմերա, Յուժնիա նոմերա, Հյուսիսային հարավային հյուրանոցներում համագումարների քննարկումների ժամանակ Խատիսյանը լուրջ մասնակցություն է եղել։ Նա եղել է Սիմոն Զավարյանի, Իշխան Հովսեփ Արգուտյանի, Նիկոլ Մատինյանի եւ մյուսների կողքին։ Պետք է նշել, որ Կոստանդին Խատիսյանը ավելի սուր ընդգրկված ազգայնական համոզումներ ուներ։ Դաշնակցության հիմնադիրների մեջ կար նաեւ, ասենք, նարոդիտական ընկալումներ, հետագայում սոցիալիստական ընկալումներ, բայց Խատիսյանի մոտ ավելի սուր ընդգծված է հենց ազգայնական համոզումները եւ նա շատ դեպքերում առաջնություն չէր տալիս սոցիալիստական գաղափարների, նշանակություն չէր տալիս նրանց եւ փորձում էր իր ընկերները նրա այս մտածում համոզումները փորձում էին պատճառաբանել այն
փորձում էին պատճառաբանել նրանով, որ Խատիսյանը մեծահարուստ ընտանիքի զավակ եւ նրանց սոցիալիստական գաղափարները դրանով պայմանավորված այնքան էլ չեն հետաքրքրում։ Եվ ինքը փաստորեն նոր ձևավորված հայ հեղափոխականների դաշնակցության մեջ ազգայնական ֆրակցիան էր ներկայացնում, եթե կարելի է այսպես ասել։ Սակայն ավելի ուշ նա դուրս եկավ դաշնակցության շարքերից, իդեպ ասեմ, որ մեծ մասնակցություն է ունեցել կազմակերպչական առումով նաև Կուկուդյանի արշավանքի նախապատրաստմանը։ Թիֆլիսում ծնված հայորդներից է նաև Հովհաննես Լորիսը Մելիքյանը, ով նույնպես իր ավանդը ներդրել դաշնակցության հիմնադրման գործում։ Հովհաննես Լորիսը Մելիքյանը հայտնի էր Վանյա Թահիդյան, Զարիֆյան կեղծանուններով, հայտնի Լորիս Մելիքյանների տոհմից էր, գեղեցիկ դիմագծեր եւ լավ խառնվածքների համար նաեւ հայտնի էր Արա գեղեցիկ կեղծանունով։ Ավարտել է Փարիզի բժշկական համալսարանը 1889 թվականին եւ վերադարձել էր Թիֆլիս։ Սիմոն Զավարյանի հետ միասին աչքի է ընկել նախ Народնական կազմակերպության շարքերում, այնուհետև մասնակցել է եւ կազմակերպել է դաշնակցության հիմնադիր հավաք ժողովները։ Սկզբնական շրջանում Քրիստոֆոր Միքայելյանը մեծապես հենվել է նաեւ Հովհաննես Լորիս Մելիքյանի գործունեության վրա։ 1894-98 թվականներին Հովհաննես Լորիս Մելիքյանը գործուղվել է Եվրոպա եւ Եվրոպայում փորձել է քարոզչական աշխատանքներ իրականացնել հայաստանական շարժման ասպարեզում եւ դրոշակում հանդես Զարիֆյան գեղձանով հանդես եկել բազմաթիվ հոդվածներով, գործակցել է Ժորժ Կլեմանսոյի, Ժան Ժորեսի հետ, Պիեր Քիարի հետ, որովհետեւ այն Պիեր Քիարի, ով որ հրատարակում էր Պրո-Արմենիա ամսագիրը Ֆրանսիայում։ Բացի հրատարակչական գործունեությունից եւ թղթակցային գործունեությունից Հովհաննես Լորիս Մելիքյանը նաեւ փորձել է տարբեր ատյաններում, ամենաբարձր ատյաններում կամ հանրահավաքներում, խորհրդաժողովներում ներկայացնել արևմտահայության ծանր իրավիճակը, նրա ամիջական կազմակերպմամբ 1902 թվականի գարնանը, երբ որ Մուշում սպասում էին ընդհարումներ, նա կարողացավ Պիեր Քիարի միջնորդությամբ ֆրանսիական հյուպատոսին ուղարկել Բրյուսելում կազմակերպված հայաստանների խորհրդաժողովին, որտեղ նա կոչ արեց Օսմանյան կառավարությանը զերծ Մուշ Սասունում հայերի կոտորածներից։ Լոնդոնում օրինակ 1904 թվականին տեղի ունեցած մի հանրահավաքի ժամանակ նա ելույթ է ունենում եւ կրկին հաջողում է լայն արձագանք ունեցող տեղեկություններ տարածել արևմտահայության ծանր վիճակի վերաբերյալ։ Սա կարևոր հատկապես այն առումով, որ արդեն Բրիտանիան գիտենք, թե ինչ դիրքորոշում էր որդեգրել հայկական հարցի նկատմամբ։ Բրիտանիական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ համագործակցում եւ նրանց միջոցով փորձում էր խորհրդարանում նույնպես բարձրացնել հայկական հարցը։ Հաշվի առնելով Լորիս Մելիքովի հեղինակություն եւ կապերը, ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը նրան ընդգրկում է Եվրոպայի ազդեցիկ հայ դեմքերի ցուցակում եւ ընդգրկում է Քենդերբերի arczepiskopos-ի մոտ ուղարկված եկեղեցական պատվիրակության մեջ եւ այս առիթով երբ որ Հովհաննես Լորիս Մելիքովը նամակ է գրում կաթողիկոսին եւս արժևորում է Եվրոպայում հայկական հարցի քարոզման անհրաժեշտությունը։ 1907 թվականին տեղի ունեցած ընդհանուր ժողովից հետո Լորիս Մելիքովը ցավոք հրաժարվում է դաշնակցությունից եւ իր հրաժարականների 4-րդ ընդհանուր ժողովից Կովկասյան նախագծի եւ իր հրաժարումը նա պատճառաբանում է նրանով, որ այլևս Կովկասյան նախագծի ընդունումից հետո չի կարող ընդունել գաղափարական առումով չի ընդունում կուսակցության ընդունած դիրքորոշումը եւ հրաժարվում է կուսակցական գործունեությունից։ Հետագա տարիներին ապրել է Փարիզում եւ միշտ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ֆրանսիայի ականավոր քաղաքական հասարակական շրջանակների հետ, օրինակ Ժորժ Կլեմանսոյի հետ եւ փորձել է այնուամենայնիվ օգտակար լինել հայկական խնդիրներին։
հակընդունելի լուզման։ Հենց նրա հանրարարությամբ էր, որ Ժորժ Կլեմանսի հանրարարությամբ մի անգամ նա կրկին վերադառնում է Հայաստան, պոլիս եւ ուսումնասիրում է հայ ժողովրդի վերաբերմունքը, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիների վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ։ Հարգարժան ռադիոընկերներ, այսօր մեր հաղորդման թեման է Թիֆլիսահայության դերը հայ ազգային ազգագրական շարժման գործում։ Ներկայացնում ենք բազմաթիվ նշանավոր դեմքերի, որոնք ծնունդով Թիֆլիսից նվիրվել են հայ դադին, հայոց ազգային ազգագրական շարժմանը, եւ այսօր Թիֆլիսահայ հատկապես նոր սերնդի համար շատ հետաքրքրական է ճանաչել իրենց մեծերին, իրենց նախորդներին եւ ինչու՞ չէ նաեւ փորձել նմանվել նրանց։ Թիֆլիսում է ծնվել հայ ազգագրական շարժման մյուս ականավոր գործիչներից մեկը, եւս մեկ ականավոր գործիչ Հովսեփ Տեր-Դավթյանը, որը մասնագիտությամբ էլի բժիշկ էր, սովորել է Մոսկվայի համալսարանի ակնաբուժության բաժնում եւ ուսում ավարտելուց վերադառնում է Թիֆլիս եւ իրեն նվիրում է հայ ազգագրական շարժմանը։ Անդամակցում է Դաշնակցությանը եւ դառնում նրա ղեկավար գործիչներից մեկը։ 1900-ական թվականներին ծնվել է 1870 թվականին։ 1900-ականների սկզբներին նա հանդիսանում էր Դաշնակցության, Կովկասյան եւ արտասահմանյան մարմինների կապը եւ իր լրակյաց բնավորության գաղտնապահ բնավորության վարքագծի շնորհիվ Դաշնակցության ղեկավար մարմինը այս պատասխանատու գործը հանձնարարել էր Հովսեփ Տեր-Դավթյանին։ Ռուբեն Տեր-Մինասյանը հայ ազգական շարժման ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը իր հուշերում նկարագրում է, որ Հովսեփ Տեր-Դավթյանը մեծ դերակատարություն է ունեցել ֆիդայիներին վարժելու եւ կոփելու գործում։ Նրա խոսքով Հովսեփ Տեր-Դավթյանի կերպարը շատ օրինակելի էր հայ նորելուկ, նոր երիտասարդ ֆիդայիների համար։ Ինքը նախ մտավորական էր, բժիշկ էր, գրագետ էր եւ դրա հետ միասին որ զբաղվում էր նաեւ մարտական գործով, ավելի պատկառանք է նշնչում երիտասարդ ֆիդայիների համար։ Նրա ծանրագշիր լրջախոհ խոսքը շատ արտեցիկ էր ֆիդայիների համար։ 1907 թվականին նա անդրվում է Դաշնակցության բյուրոյի անդամ եւ փաստորեն 37 տարեկան հասակում դառնում է Դաշնակցության ղեկավար մարմնի անդամ։ Մեծ դերակատարում է ունեցել Արևելյան Հայաստանից, Կովկասից Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելու գործում, զենք, զինամթերք եւ կռվող ուժեր տեղափոխելու գործում։ Հետագայում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հովսեփ Տեր-Դավթյանը ընտրվել է Հայոց ազգային բյուրոյի անդամ, Առաջին հանրապետության տարիների խորհրդարանի պատգամավորը, իսկ երբ որ կործանվեց Առաջին հանրապետությունը, նա անցավ Փարիզ եւ մինչեւ իր կյանքի վերջը զբաղվեց ակնաբուժությամբ։ Թիֆլիսում է ծնվել հայ ազգագրական շարժման մեկ այլ ականավոր գործիչ, դիվանագետ Հակոբ Զավրիևը։ Այո, բժիշկ Զավրիևը, տեսեք, բժիշկների սերունդ էր, ովքեր զբաղվում էին ազգային ազգագրական շարժմամբ։ Զավրիևը 1904 թվականին փորձեց գրեթե 40 տարեկան հասակում փորձում էր Նիկոլ Դումանի խմբի հետ անցնել Արևմտյան Հայաստան, սակայն այդ խումբը սահմանի մոտ կռվի է բռնվում եւ Զավրիևին չի հաջողվում Արևմտյան Հայաստան հասնել, բայց ավելի ուշ է գնում 1905 թվականին եւ Մուշում բժշկական գործունեություն է ծավալում, կարողանում է օգնել Տարոնի հայ բնակչությանը եւ այս հատուկ իրավունք է ձեռք բերել Մուշում բժշկական գործունեությամբ զբաղվելու։ Սակայն թուրքական իշխանությունները տեսնելով, որ Տարոնում Հակոբ Զավրյանը բացի բժշկական գործունեությունից զբաղվում է ազգային ազգագրական շարժմանը աջակցելով, պահանջում են, որ հեռանա Տարոնից եւ Զավրիևը գաղտնի Մուշից հեռանում է Էրզրում եւ 1907 թվականի Վիեննայում տեղի ունեցած ընդհանուր ժողովին է մասնակցում որպես Երևանի կառույցի ներկայացուցիչ։ Հակոբ Զավրիևը մեծ ավանդ է ունեցել 1917 թվականի Վլադիմիր Իլիչ Լենինի կողմից Թուրքաստանի մասին դեկրետի ընդունման գործում։ Պետք է նշել, որ Զավրիևը այն եզակի գործիչներից է, որի մասին կա բավականին հարուստ, որի գործունեության մասին կա բավականին հարուստ աղբյուրագիտական բազա, բայց գիտական ուսումնասիրության նրա ամբողջական գործունեությունը դեռևս չի ենթարկվել եւ չի վերջնականորեն չի արժևորվել։ Ազգագրական շարժման ականավոր գործիչը նաեւ Ռուբինա
Արեշյանը, որը էլի ծնվել էր Թիֆլիսում, Համո Օհանջանյանի կինն էր Ռուբինա Արեշյանը, որը 20 տարեկանում մտել էր ազատագրական պայքարի հորձանուտ եւ իրեն նվիրաբերել էր ազատագրական շարժման։ Եղել է Քրիստոֆոր Միքայելյանի մտերիմներից մեկը, մինչև տարբեր գործողությունների ժամանակ եղել եմ Քրիստոֆոր Միքայելյանի կողքին։ Հայտնի գործողությունը նշենք, Քրիստոֆորի հետ նաև հայտնի գործողության ժամանակ, երբ որ 1905 թվականին ռումբը պայթեց, նաև մասնակցել է Սուլթան Աբդուլ Համիդի մահափորձին, Ռուբինա Արեշյանը եւ հայտնի ժամացույցը Սաֆոյի ուղղությամբ ժամացույցը պետք է պայթեր, Սաֆոյի պատասխանատվությամբ ռումբը պայթեր, Ռուբինա Արեշյանը այդ խմբի մեջ էր, բայց ցավոք սրտի ռումբը մի քիչ ուշ պայթեց, շուտ պայթեց կամ Աբդուլ Համիդը մի քիչ ուշ եկավ իր կարգի մոտ եւ այդ մահափորձը անհաջողությամբ ավարտվեց։ Նախ նշեմ, որ երբ որ Քրիստոֆոր Միքայելյանը ռումբի փորձարկման զոհ գնաց, Արեշյանը պնդեց, որ ինքը անպայման պետք է մասնակցի Սուլթան Աբդուլ Համիդի մահափորձին, որովհետեւ դրանով հանի Քրիստոֆորի ողբերգական մահվան վրեժը, այսպես պետք է կարելի ձևակերպել եւ նա ընդգրկվեց այն Սաֆոյի պատասխանատվությամբ գործող խմբի մեջ, որը պետք է մասնակցեր Աբդուլ Համիդի դեմ սպանությանը։ Սակայն արդեն գիտենք, ինչպես գիտենք, Աբդուլ Համիդի սպանությունը չստացվեց, անհաջողությամբ ավարտվեց, որովհետեւ ռումբը մի քիչ ավելի շուտ պայթեց, որովհետեւ Համիդը այնտեղ մի պահ ուշ եկավ կարգը նստելու եւ պաստորեն մահափորձը չստացվեց։ Անհաջող մահափորձից հետո Ռուբինան ասնում էր Եվրոպա եւ միայն 1908 թվականի Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո կրկին վերադառնում է Պոլիս եւ դասելով Կովկասում, ավելի ուշ դասելով Կովկասում բազմաթիվ դաշնակցականների ձերբակալության մասին վերադառնում է Կովկաս։ Նա կապված է նաև Համո Օհանջանյանի հետ։ 1912 թվականին դաշնակցության դատավարության գործով Համո Օհանջանյան աղսորում է Սիբիր, նայել է գնում Սիբիր Օհանջանյանի մոտ եւ հաստատորեն ամուսնանում է նրա հետ եւ կյանքի վերջին տարիները անցկացնում է Համո Օհանջանյանի հետ։ Բացի դաշնակցության գործիչներից Թիֆլիսը նաև մյուս հայ ազգագրական շարժման ականավոր գործիչներից ընդհանուր եղել, Թիֆլիսում է ծնվել օրինակ հնչագյան գուսակցության հիմնադիրներից Ավետիս եւ Մարոն Ազարբեկյանները, որոնք նույնպես մեծ ներդրում են ունեցել հայ ազգագրական շարժման մեջ։ Ես նշեցի, որ Կոստանդին Խատիսյանը Թիֆլիսում ծնվել, Թիֆլիսում է ծնվել նաև Ալեքսանդր Խատիսյանը, Նիկոլա Աբալյանը եւ ուրիշներ, որոնք որ հետագայում դարձան Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչներ։ Եվ ամփոփենք, պարոն Ստեփանյան։ 19-րդ դարի 20-րդ դարի սկզբի ազգանազգական պայքարում Թիֆլիսը կարևոր ներդրում է ունեցել, Թիֆլիսահայությունը լուրջ մասնակցություն է ունեցել, դերը բավական հսկայական է եղել, որի օբյեկտիվ պատճառաբանությունը մենք լսեցինք եւ ցավոք սրտի այսօր սա չի արժևորված, սա արդիական է այս խնդրի արժևորումը նաեւ այն առումով, որ Թիֆլիսում այսօր ունենք լուրջ համայնք հայկական եւ որի հնարավորությունները հայկական խնդիրների լուծման համար, նույն Թիֆլիսահայերի խնդիրների լուծման համար մենք լիարժեք չենք օգտագործում։ Ունենք չօգտագործված հնարավորություններ Թիֆլիսում։ Եթե 100,000-ը կարծում եք լուրջ թիվ է։ 100,000-անոց թիվը լուրջ թիվ է, 100,000-անոց համայնք ունենալը այսօր բավական մի քաղաքում է։ Պատկերացնենք, որ մի քաղաքում 100,000-ից ավելի հայեր ապրում են Երևանում, հավանաբար Գյումրիում եւ Վանաձորում եւ Մոսկվայում, Լոս Անջելեսում։ Այդ կարգի համայնք ունի Թիֆլիսը եւ նրա հնարավորությունները պետք է օգտագործել ոչ միայն համայնքի կյանքի իր ներքին կարիքները հոգալու համար, այլ նաեւ համահայկական խնդիրներ լուծելու համար։ Վրաստանը այսօր բավական գոնե տարածաշրջանում հետաքրքրություն ներկայացնող պետություն է եւ այս առումով կարող են Թիֆլիսի համայնքը օգտագործել երկրի որպես մայրաքաղաքային համայնք միաժամանակ համահայկական բազմաթիվ խնդիրներ կան, որ Թիֆլիսի հայությունը կարող է օգտագործել այդ խնդիրների լուծման համար։ Ունենք հրաշալի սերունդ, որոնք ուսում են ստանում Թիֆլիսի վարչական հաստատություններում, պարզապես ավելի շատ իմ կարծիքով խնդիրը կազմակերպելու մեջ է։
Շնորհակալություն պարոն Ստեփանյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ Թիֆլիսը հայ այսօրվա նորօրյա սերունդը ճիշտ կարժևորի իր մեծերի գործունեությունը եւ ինքը նույնպես կշարունակի նրանց սկսած գործը։ Հարգարժան ռադիոընկերներ, այսօրվա մեր հաղորդման եթերում անդրադարձանք Թիֆլիսը հայ, Թիֆլիսում ծնված եւ հասակառած բազմաթիվ գործիչների գործունեությանը, այն գործունեությանը, որը վերաբերում էր Հայաստանի ազգային ազգագրական շարժմանը եւ շարժման մեջ ունեցած նրանց դերին։ Այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ դասախոս պարոն Խաչատուր Ստեփանյանին, իսկ ձեր հետ տաղավարում ինչպես միշտ Վահե Սարգսյանն էր, ճանաչենք մեր մեծերին եւ նրանց մեջ որոնենք մեր տեսակի շարունակականության բանալին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին, լավ մնացեք։